8 տարի առաջ մեր երկրի ղեկավար դարձավ մի մարդ, ով ահավոր լավ խոստումներ էր մեզ տալիս էր հիմնական խոստումը, որ Արցախը մեր անվտանգ է լինելու։ Նաև խոստում էր տալի, որ աղքատությունը լրիվ հաղթահարելու է։ Խոստում էր տալի, որ աշխատավարձերն են շատ բարձրանալու։ Ինչ խոստում չէր տալի, ժողովուրդ ջան։ Ինչի մասին ասես խոստում տալիս էր։ Դրանից հետո տեղի ունեցան հայտնի դեպքեր, որի արդյունքում իր խոստված անվտանգությունից ոչինչ չմնաց, ունեցանք 3 պատերազմ։ Ունեցանք նաև ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում միլիարդավոր դոլարների հարկեր եկող Հայաստանի բյուջե, բայց աղքատությունը չհաղթահարեցինք։ Ու 21 թվին մի անգամ էլ ինքը սկսեց խոստում տալ։ Ասեց, չէ, այս նախորդ 2 տարին, 3 տարին մի քիչ խնդրահարույց էր, բայց հիմա կուղեմ ամեն ինչ։ Ասեց աղքատությունը մի հատ է կհաղթահարեմ, Արցախի Հադրութի շրջանը հետ կբերեմ, հիշում եք երևի։ Աղքատությունը 8 տարում մեր հարևան երկրները 2 անգամ նվազեցրել են։ Մեր երկրում աղքատությունը նվազեց, հիմա եկել է նոր, 5 տարի հետո հիմա նոր է եկել, էլ է խոսք տալիս։ Հիմա էլ խոսքա տալիս, ասում է խաղաղություն է լինելու։ Բան կար, որ խոսք տվեց ու արեց, ժողովուրդ ջան։ Հիմա մենք գտնվում ենք Հայաստանի ու Երևանի արդյունաբերական կենտրոններից մեկում Շենգավիթ համայնքում, որ պատմականորեն Շենգավիթը Հայաստանի ու Երևանի գործարանների նշանակալի մասը այստեղ էր, ում ընտանիքի անդամներն են աշխատել, օրինակ Հայ Էլեկտրոյում։ Չարբախը ընդհանուր աշխատել է գործարանների վրա, որը ստեղծել է Հայաստանի հիմնական տնտեսական ակտիվությունը։ Բոլորի ծնողները, հարևաններն էլ դրա վրա են աշխատել։ Ու այդ գործարանները, որ կառուցվել են մեր ծնողները, մեր պապերը, հիմա եկել է մեր ժամանակը 50 տարի հետո։ Ինչ ենք անում մենք 50 տարի հետո։ Այս տարի մենք մեր երկրի ղեկավարը մի հատ որոշել է մի հատ լավ բան անի։ Բոլորիս վրա, բոլորի ընտանիքի վրա, մեր ձեր բոլորի անցած տարի վերցրել է $2500 վարկ։ Ամեն տարի բոլորի ընտանիքի վրա $2000 վարկ է վերցնում։ 1.7 միլիարդ դոլար վարկ է վերցրել։ Որպեսզի հասկանաք այդ ինչքան է այդ 1.7 միլիարդը, Հայաստանի անկախության առաջի 16 տարում 1.6 միլիարդ դոլար էր վարկը։ 16 տարում այնքան վարկ չեն վերցրել, ինչքան այս հիմիկվա մեր ղեկավարը մի տարում։ Ինչ է սա նշանակում, որ ինչ խոսք են տալիս, չեն անում։ Մեզ պետք է մարդ, որ սովոր չի խաբելու։ 2 անգամ շանսը տրվել է, ժողովուրդ ջան։ Չեմ կարծում, որ մեր ժողովուրդը պետք է 3-րդ շանսը տա նույն մարդուն։ 1.7 միլիարդով, որ իրանք պարտք են վերցրել, կարելի էր Հայաստանում ապավել 80,000 նոր աշխատատեղ։ Մեր այս շրջանները, Երևանի կողքի արդյունաբերական շրջանները, մենք կարող էինք 80,000 մարդ մի տարում կարող էր աշխատանք ունենալ։ Պետք է երկրի ճանապարհը այդպես լինի։ Գնանք ոչ թե պարտք վերցնենք, ուղակի պարգևավճարներ վճարվի, մի քանի փողոց ասֆալտ արվի, այլ նենց բան սարքվի, որ մարդիկ երկարաժամկետ գործ ունենան։ Մեր ճանապարհը զարգացման սա է։ 2 անգամ հնարավորություն են տվել այս ղեկավարին։ Եկեք 3-րդ անգամ էլ չտանք այդ հնարավորությունը, որովհետև նորություն չի ասելու մեզ։